այստեղ կլինենք առաջիկա մի քանի ժամերի ընթացքում, նրանց համար ովքեր չգիտեն, սա երկրորդ Los Pueblos նախագիծն է, որը հիմնադրվել է Արփինե Զուրֆլուի եւ Էդմոն Կիրակոսյանի կողմից։ Առաջին Los Pueblos մեքսիկական ռեստորանը, որը գտնվում է Կասկադ համալիրում, հիմնադրվել է 2018 թվականին եւ ընդամենը 2 օր առաջ այնտեղ 3 տարվա թեժ երեկույթներ։ Այս պահին մեր զրուցակիցն է Los Pueblos ռեստորանի համահիմնադիր Արփինե Զուրֆլուն։ Արփինե, մենք գիտենք, որ սա ձեր առաջին պրոյեկտը չի, կա Կասկադի Los Pueblos մեքսիկական ռեստորան է։ Ինչով է տարբերվում այս երկրորդ պրոյեկտը առաջին պրոյեկտից։ Նելի ջան, դուք ճիշտ ասեցիք, Կասկադի Los Pueblos մեքսիկականը տարբերվում է Las Culturasից, Los Pueblos-ի նրանով, որ Կասկադինը միայն իրական մեքսիկական խոհանոց է, Las Culturas-ը առհասարակ լատինական կուլտուրաների խոհանոցն է եւ բառն է եւ տրամադրությունը, այսինքն այս նոր պրոյեկտում մենք ներկայացնում ենք լատին աշխարհի կուլտուրաները։ Մեր խոհանոցը ներկա պահին Պերու, Արգենտինա, Բրազիլ եւ Մեխիկո, բայց բարբերաբար մենք իրեն թարմացնելու ենք մյուս լատին աշխարհի խոհանոցով եւ խմիչքներով։ Ինչ խորհուրդ կտաք, ինչ փորձել այստեղ։ Մեր այստեղի խոհանոցները լի են ստեյքերով, ծովամթերքային ուտեստներով, որը շատ ավելի քիչ է մեր մեքսիկականում։ Մենք այստեղ ունենք շատ արգենտինական եւ բրազիլիական չուրասկոներ, որոնք եթե ծանոթ եք, դա գրիլ, մսեղենն է ամեն տեսակի հատուկ սոսներով լատինական աշխարհի։ Մենք նաև ունենք շատ սեվիչեներ, որը շատ տիպիկ է լատինական աշխարհի, Պերուի, Մեխիկոն էլ ունի սեվիչե, Արգենտինան էլ ունի սեվիչե, Իսպանիան էլ ունի սեվիչե, ծովամթերքի եւ ստեյքերի աշխարհ է այստեղ։ Ինչ կասեք ձեր բառի մասին։ Մեր բառի մասին կարող եմ ասել, որ Հայաստանում եւ առհասարակ աշխարհում նմանատիպ բառ չկա, քանի որ մեր պարտնյորը, մեր գործընկերը Գեղամ Կազարյանն է, որը ունի 20-ից ավելի փորձ դրսում, Իսպանիայից մի քանի ամիս առաջ մենք վերջապես ես եւ Էդմոն իմ գործընկերը համոզեցին Գեղամին տեղափոխվել Հայաստան եւ մեզ հետ այս պրոյեկտի մեջ լինեի գործընկեր։ Գեղամը արխիքեմիստ է, Գեղամը միքսոլոգիստ է, Գեղամը բժիշկ է, Գեղամը այն ինչ եթե կարելի ասել երկրում կան լավագույն 5 բառի վերաբերյալ կոկտեյլների լավագույն բառ թենդերները, Գեղամը լավագույններից մեկն է, լավագույն 5-ից մեկն է, ասենց ասեմ, այդքան բարձր է։ Գեղամի բառը, մեր բառը, դա սնունդի եւ խմիչքի համադրություններն է, pairing-ն է, դա բալանսավորված խմիչքներն են, համերն են եւ նաեւ հոտերը, հա, senses, երբ որ հոտը քաշում ես, դու զգում ես բոլոր բալանսավորված համերը եւ ինգրեդիենտները, Գեղամի բնական միջոցներով պատրաստված, ինքնուրույն պատրաստված լաբորատորիայում մեր, որ մենք այստեղ ստեղծել ենք այդ էլիքսիրները, որ օգտագործվելու են մեր կոկտեյլներում, նմանը չկա աշխարհով մեկ։ Շնորհակալություն Արփինե ջան հարցազրույցի համար, հուսով եմ դա ձեր վերջին պրոյեկտը չի լինի եւ մեզ կուրախացնեք ավելի այլ երկրների համերով եւ նոր գեղեցիկ վայրերով։ Շնորհավորում եմ բացման կապակցությամբ եւ մաղթում եմ լավ եւ բարի աշխարհ։ Իմ գործընկերները նպատակ ունեն դեռ շատ կուլտուրաներ իրենց խոհանոցներով, իրենց խմիչքներով ծանոթացնել Հայաստան։
Զրուցակիցն է Los Pueblos Las Culturas ռեստորանի համահիմնադիր Գեղամ Կազարիսը, Կազարյանը, ով աշխարհում top 5 բարմենների շարքին է պատկանում, ճիշտ եմ։ Նման մի բան։ Գեղամ կպատմեք բառի մասին, ինչով է առանձնանում եւ տարբերվում Los Pueblos Las Culturas-ի բառը մնացած երևանյան բառերից, ինչ հետաքրքիր բաներ կարելի է համտեսել այստեղ։ Հիմնական տարբերությունը լատինամերիկյան ռեստորան եւ կոկտեյլ բար է, մեր տարածքում լինելու են շատ հետաքրքիր պիսկոներ, տարբեր խմիչքներ, տեկիլաների, մեսկալների, տամկաշասաների, ռոմերի տարբեր տեսակներ, որոնց մայրաքաղաքն է, որոնց հայրենիքն է լատինամերիկյան երկրները, տեղի արտադրության եւ սուրճը եւ այդ ամենը համահունչ պատկերելու ենք մի նոր գույներով Երևանում, ավելի լատինական գույներով, որը որ եւ կլասիկ կոկտեյլները, լատինամերիկյան կոկտեյլները լինելու են եւ կլասիկ ձևով եւ նոր twist-եր, նոր ոճեր, իմ signature, իմ ստորագրությամբ նոր ոճի կոկտեյլներ, որոնք որ մեր լաբորատորիայում ավելի շատ ուսումնասիրելու են ու հետաքրքիր ինգրեդիենտներ, ինչպես տարբեր տեղի չիլեներ կամ ուրիշ նման ինգրեդիենտներ, բաղադրիչներ, որը որ մեծ տարբերություն է համային տալու մեր խոհանոցին եւ նաեւ ունենալու ենք մեր տարածքում, ինչպես տեսնում եք, մեր գաստրոնոմիկ կղզում տարբեր խոհարարներ, հրավիրված եւ նաեւ մշակագործեր, որոնց հետ համահունչ pairing համադրություն են կանելու կոկտեյլների եւ տարբեր սննդի, տարբեր թաղցր եւ տտու եւ աղի եւ կծու տարբեր բաղադրատոմսերի հետ, խոհանոցի հետ։ Ես գիտեմ, որ դուք ամիսներ առաջ եք Հայաստան վերադարձել երկար ժամանակ արտասահմանում լինելուց հետո, երկար եք պատրաստում մնալ այստեղ։ Ես ընդհանրապես կցանկանամ ընդմիշտ արդեն մնալ Հայաստանում վերադառնալ, 22 տարուց հետո վերադարձել եմ Հայաստան ու իմ նպատակն է ծաղկացնել, ավելի ինչ-որ մի բանով օգնել մեր բարտենդերների, մեր համայնքին, մեր խոհարարներին, մեր բոլոր այս օրեկա կոչեցյալ, ռեստորան, բար, կոֆի, այս ամբողջին ինչ-որ ձևով նպաստել, որ հետաքրքիր աճ ունենանք, որ նորից Հայաստանը ներկայացնենք լավ բարձր մակարդակով աշխարհում եւ նման կապը Հայաստանի նոր դեսպաններ դարձնել համաշխարհային բարտենդերների, տարբեր խոհարարների եւ սոմելիե հրավերված մարդկանց։ Հայաստանը եւ մեկ այլ ձև, այնպես որ հույսով եմ կմնամ ու կպայքարեմ, որ մեր Հայաստանն էլ ինչ-որ աշխարհում կարևոր տեղ ունենա, որը որ իրոք մենք արժանի ենք ինձ թվում նման բանի։ Շատ շնորհակալություն, շնորհավորում եմ ձեր նոր ռեստորանի բացման կապակցությամբ եւ մաղթում եմ շատ լավ աշխատանքային տարիներ։ Մեր զրուցակիցն է Նուրը։ Լավ բաները պետք է շատ լինեն։ Հետևաբար մեկը կար, որ շատ սիրում էինք, մի Los Pueblos կար, որը շատ սիրում էինք եւ շատ հաճախում էինք եւ գրեթե ամենասիրած տեղերից մեկն էր Երևանի։ Հիմա երկրորդը բացվեց ու հիմա որ մտան, այս տպավորությունը ոնց որ միշտ եղել էր այս տեղը, որովհետեւ միշտ նորաբաց տեղերը մի քիչ հələ դեռ ապրած չեն լինում, մի քիչ դեռ շնչած չեն լինում, իսկ սա միանգամից այդ ամբողջ էմոցիան, ամբողջ այդ տրամադրությունը, ջերմությունը, ամառը, սաղ մեջն էր ու շատ ուրախ եմ, որ սա հիմա նորից եւս մեկ Los Pueblos կա քաղաքում, ավելի մեծ, ավելի ճոխ եւ մտածում եմ, որ մյուս ծնունդս այստեղ պետք է անեմ։ Շատ շնորհակալություն, գիտեք որտեղ եք գալու ծնունդ նշելու։ Ինձ թվում է ծննդյանորը եւս կիմանաք։
որ շատ սիրուն դիզայն է արած, ամբողջ լատինա-ամերիկական կուլտուրայի մասունքները կրկնած, շատ դուրս եկավ։ Հիմա արդեն փորձում ենք ուտելիքները, ինձ թվում է շատ պոպուլյար տեղ է լինելու։ Ուտելիքներից համտեսել եք արդեն։ Արդեն համտեսել ենք, շատ համով են։ Какие авторские блюда есть в меню? Здесь есть несколько авторских блюд, и в принципе все меню мы старались сделать авторским, но придерживаться и уважать традиции Латинской Америки, тех стран, которые мы взяли и выбрали как inspiration, и все-таки держать это меню более такое, сделать им аутентичным. В первую очередь я посоветую попробовать наши севиче, попробовать наши тако, попробовать, у нас очень классные ребра в кофе, у нас хит будет это филе миньон жареный в какао с пюре из кокосового молока. У нас будет очень интересная утка с соусом из тыквенных семечек. В общем, много чего интересного будет, поэтому надо приходить, пробовать, черпать inspiration. На самом деле здесь идея больше именно вот в соусе моле, который мы решили. Основа соуса моле, оно на шоколаде. То есть он готовится на шоколаде, там банан, там кофе, там 1000 разных специй и алкоголь есть. Поэтому мы решили подать его в виде вот этого фонтана, который обычно делают шоколад днем. И вот на идее шоколадного фонтана мы решили сделать из соуса моле такой фонтан, чтобы люди могли прийти, взять мясо, макнуть в этот соус и насладиться им. Այս պայն մեր զրուցակիցն է Պրորեկա ընկերության հիմնադիր Սյուզի Միքայելյանը։ Սյուզի, մենք գիտենք, որ Պրորեկա ընկերությունն է զբաղվում Los Pueblos ռեստորանի մարքեթինգով։ Ինչպես որոշեցիք համագործակցել Los Pueblos ռեստորանի հետ։ Հիմնադիրների հետ երբ հանդիպեցինք ու լսեցինք կոնցեպտի մասին, որոշեցինք համագործակցել, քանի որ Հայաստանում միակն է նմանատիպ կոնցեպտով հանդես եկող։ Եթե գիտեք, այստեղ ներկայացված են լատինոամերիկյան խոհանոց, Բրազիլիա, Պերու, այսքան երկիր միաժամանակ մեկ վայրում համախմբված է։ Կոնցեպտի մասին լսելով շատ ուրախացանք, քանի որ տարբերվում է, ունենք այստեղ խոսելու շատ թեմաներ, մարքեթինգի մասով ունենք կատարելու շատ աշխատանքներ և հուսով եմ համագործակցությունը շատ բարենպաստ կլինի։ Կիսվեք ձեր տպավորություններով նոր Los Pueblos երկրորդ մասնաճյուղի հետ կապված։ Դե իմ տպավորությունը շատ լավն են, ինձ համար շատ հոգեհարազատ է այս մշակույթը։ Ու իդեպ երկու շաբաթ առաջ է Մեքսիկայից վերադարձել, հենց որ դեռ հենց չի անցել վրայից մեքսիկական տպավորությունները եւ այդ շունչը։ Ու ինձ թվում է տենց այս ցուրտ եղանակին շատ հաճելի էր տենց տականալ, տրամադրությունը նորից զգալ, այնպես որ հուսանք դառնանք ավելի հաճախակի այցելուց տեղ։ Համտեսել եք ինչ որ ուտեստ կամ խմիչք։ Սևիչե փորձեցի, տակո փորձեցի, սանգրիա եւ այսօր հեսպային գինի եմ խմում, բայց ինձ թվում է պետք է ավելի շատ լատինամերիկյան կոկտեյլներ փորձել, վստահ եմ, որ բարմենը լավ տեսականի ունի, բայց երևի այսօր դժվար հասցնենք, հետո արդեն հաջորդ օրերին։ Հավանաբար ոչ բացման օրը, բայց ավելի հանգիստ ժամանակ կայցելենք երեխաների հետ։ Առաջինը միշտ գնում ենք, երեխաները սիրում են մեքսիկական խոհանոցը, բայց առհասարակ ուրախանում եմ յուրաքանչյուր նմանատիպ բացման համար, կարծում եմ, որ ռեստորանային
տուրիզմը Հայաստանում բավականին զարգացած է եւ նմանատիպ վայրերը ինչքան որ շատ է լինում, այնքան խոստումնալից է, որ տուրիզմը նույնպես կզարգանա մեր երկրում։ Շատ ուրախ եմ, շնորհավորում եմ, գիտակցում, որ բավականին մեծ աշխատանք է եւ շատ բարդ ռեստորան ունենալը եւ մաղթում եմ իրենց հաջողություն։ Անդրանիկ, որպես բացման հյուր, ինչ տպավորություններ ունեք այս ռեստորանից։ Ես անկեղծ ասեմ, նախ ողջունում եմ բոլորիդ, անկեղծ ասեմ առաջի երկրորդ մասնաճյուղն է սա, առաջինում եղել եմ, տպավորությունները հիանալի է, իսկ երկրորդը մի քիչ ոնց որ ավելի մեծ ու գեղեցիկ է սրահը, ու առհասարակ Հայաստանի Հանրապետությունում, քաղաք Երևանում ինչքան լավ բան բացվում է, միանշանակ պետք է գովելի լինի ու բոլորի համար գոնե մի քիչ մատչելի, որ բոլորը հնարավորություն ունենան գալու։ Օրինակ Կասկադինը մատչելի է, հետաքրքիր է, լավն է, համոզված եմ, որ սա նույնպես լավը կլինի, ոչ թե համոզված եմ, այլ վստահ եմ։ Ուտեստներից օգտվեցիք հյուրասիրությունից։ Դեռ ոչ, անկեղծ ասեմ, կերել եմ 3-4 օրը պլոտնի, դրա համար հիմա ոնց որ սովորած չեմ, դրա համար չկերա, բայց ամեն դեպքում հեսա կբզբզամ մի փոքր, համոզված եմ, որ լավն է լինելու։